հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով միայն ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանվողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Մարիամ Մացակյանը, Հայկ Կասպարովը եւ Լարա Վեբերը։ Մշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային դիետաները։ Շատերն ինձ հետ կհամաձայնվեն, որ ձմռան ցուրտ օրերին եղել են չարաշահումներ քաղցրավենիքի, հացաբուլկեղենի եւ մակարոնեղենի իմաստով։ Այդ ամենից բացի նաեւ շատերն ալարել են գնալ մարզասրահ կամ մարզվել տանը կամ դուրս գալ զբոսանքի ու քայլել։ Արդյունքում արձանագրվել են կիլոգրամների ավելացումներ եւ սանտիմետրերի ավելացումներ գոտկատեղի եւ ազդրերի հատվածում։ Եվ քանի որ մենք պաշտոնապես հրաժեշտ տվեցինք ձմռանը, ուստի ճիշտ ժամանակն է մոտիվացվել եւ միջոցներ ձեռնարկել այդ ավելորդ կիլոգրամներից եւ սանտիմետրերից ազատվելու ուղղությամբ։ Ահա թե ինչու այսօր մենք որպես մոտիվացնող միջոց որոշեցինք անդրադառնալ ամենից ամենաաստղային դիետաներին եւ բացահայտել, թե ինչպես են իրենց կազմվածքին հետևում մեր այսօրվա շքերթի մասնակիցները։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Ես շատ սիրում եմ համեղ սնվել, հատկապես շատ սիրում եմ մցամթերք, բայց բեմի մարդ լինելով հանդերձ ստիպված եմ լինում հետևել կազմվածքիս, ինչը նաև պահանջում եմ իմ սաներից։ Վրեժ Կիրակոսյան։ Շատ հետևողական եմ սննդակարգից, ամեն ինչ ուտում եմ, միշտ շատ եմ սիրում, պետքա ուտեմ պարտադիր, բայց փորձում եմ այնպես սննդակարգս դասավորել, որպեսզի չգիրանամ։ Եվ ոչ միայն սննդակարգիս հետ կապված եմ հետևում, այլ նաև զբաղվում եմ սպորտով։ Ձմռանը մի քիչ ժլատ եմ սպորտի հետ կապված, բայց ամբողջ ամառ ես պարտադիր լողավազան, երկար լողում եմ։ Երեկոյան ժամը 6-ից հետո ես սնվում եմ, բայց ծանր սնունդ չեմ ուտում, փորձում եմ ավելի շատ թեթև կաթնամթերք։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ համար առաջինը ճիշտ սնվելու դիվիզը պետք է ունենա իր կյանքում, սկզբունքը, որովհետև դա առողջություն է։ Օրինակ իմ սննդակարգը ես նախաճաշ չեմ անում ընդհանրապես։ Առավոտյան իմ նախաճաշի փոխարեն հենց աշխատանքի եմ գնում, այնտեղ պարտադիր թե եմ խմում, ոչ շաքարավազով, սիրում եմ դառը շոկոլադ, դա իմ նախաճաշն է։ Երբեմն զբաղվածությունից ելնելով չեմ կարող հետևել, որ պարտադիր ճաշի ժամին ճաշել, բայց նորմալ փորձում եմ օրվա մեջ որոշակի մթերք ստանալ, որը որ կբերի որոշակի կալորիա, որ ես օրվա մեջ չթուլանամ, կարողանամ աշխատել, քանի որ եթե նորմալ չես սնվում, աշխատունակությունը տնկնում է։ Пожалуйста, дыню в портвейне, затем яйцо в желе, макрель со специями, гусиную печень со сдобной булочкой. Երեկոյան եթե իհարկե տանն եմ կամ տանը չեմ դրսում եմ, փորձում եմ ավելի շատ թեթև ինչ-որ սալատ ուտել։ Մածուն եմ սիրում, երեկոյան շատ քիչ փոքրիկ այսպես բաժակով կարող եմ մածուն ուտել։ Վրեժ Կիրակոսյանն անկեղծ խոստովանում է, որ ինքը շատ արագ եւ նիհարում եւ գիրանում է։ Շատ արագ կարող եմ գիրանալ եւ նիհարել շատ արագ։ Օրինակ, մեկ շաբաթվա մեջ ես կարող եմ շատ արագ նիհարել մի քանի կիլոգրամ նույնիսկ։ Բայց երբեմն իհարկե նաեւ չափը անցնում եմ, քանի որ շրջագայում եմ տարբեր երկրներում, մեկ նաեւ լինում է, որ շատ եմ ուտում ու թունավորվում եմ, բժիշկներն են գալիս օգնության։ Նիհարելու համար կարող եմ հրաժարվել 2-3 անգամ օրվա մեջ սնվելու, կարող եմ օրինակ մեկ անգամ սնվել եւ այնպիսի ինձ համար բաղադրատոմ սահմանվել, որ բավարարվել այդ ուտելիքներով եւ ապրել ամբողջ օր։ Եվ մեկ շաբաթ հետո դառնալ ավելի նիհար։ Վրեժ Կիրակոսյանն անկեղծ խոստովանում է, որ շատ խիստ հետևում է, որ հատկապես այն ուսանողները, որոնք պետք է ունենան պատասխանատու բեմելներ, հետևեն իրենց կազմվածքին եւ չգիրանան։ Երբ որ պատրաստվում ենք ինչ-որ մի միջազգային ելույթների կամ նկարահանումների
նշանահանումներ, իրենց պարտադիր ինչ-որ պայմանի մեջ եմ դնում եւ ասում եմ, որ պետք է նիհարել, օրինակ այսքան կիլոգրամ եւ գալ այս տեսքի, որպեսզի ունենաք ճիշտ մշակութային ներկայացվածություն եւ ֆիզիկապես ինչպես նաև այն արվեստը, որ ներկայացնում եք։ Դաժան դիետաներ երբեմն ինձ հետ աշխատողներ, արտիստները, երեխաները ունենում են, որովհետև ես այդ առումով շատ խստապահանջ եմ եւ ասում եմ, որ մինչև չնիհարես, ես քեզ թույլ չեմ տա, որ դու ելույթ ունենաս։ Единственный путь похудеть – сбросить жир, так? Да. Поняла? Да. Точно? Да. Այդ ամենին Վրեժ Կիրակոսյանը հավելեց. Դիետաների հետ կապված ուզում եմ հիշեմ լուսահոգի Նադեժդային Սարգսյան, իմ ուսուցչուն, ամենահետաքրքիր ու ֆանտաստիկ դիետան ամբողջ օրը պաղպաղակ ուտելու դիետան։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք որն էր, որ ինքն էլ էր պահում, բայց ամենահետաքրքիրն էր, որ հակառակ էֆեկտներ ունենում ու ինքը գիրանում էր, բայց նաև ինքը շատ համեղ էր պատրաստում, ֆանտաստիկ։ Չէր կարելի չուտել ու չգիրանալ։ Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դիետաներին եւ կուզեմ իշատակել հայտնի երգչուհի Լարիսա Դոլինայի անունը։ Ճիշտ է, վերջին ժամանակաշրջանում Դոլինան ոչ այդքան ընդունելի կերպար է, բայց այնուամենայնիվ իր հետևած դիետան բավականաչափ արդյունավետ է։ Եվ այսպես, Լարիսա Դոլինան հրաժարվեց իր հայտնի գեֆիրային դիետայից եւ որոշեց այս հարցին մոտենալ ամենայն լրջությամբ եւ գիտականորեն։ Մանրամասն Լարիսա Դոլինան տարին մեկ անգամ հանձնում է արյան անալիզ 120 կետով, որի արդյունքում ներկայացվում է այն սննդամթերքի ցուցակը, որը իրեն թույլատրելի է եւ որը ոչ, արգելվում է։ Այսպիսով, համաձայն այս ցուցակի Լարիսա Դոլինային արգելվում է ուտել ձու, խավիար, սոխ եւ մի շարք մրգեղեն, այն է խնձոր եւ ձմերուկ։ Այդ ամենից բացի Լարիսա Դոլինան հետևում է ինտերվալային դիետայի, այսինքն այդ սնունդը ինքը ընդունում է օրվա մեջ 5 ժամ, իսկ մնացած 19 ժամը ինքը չի ուտում։ Տեսքեր շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Եթե անկեղծ, այդքան էլ կողմ չեմ դիետաների։ Թեև դեռ մանկուց հայտնվելով բալետի աշխարհում, ինձ համար սննդակարգի մեջ հետևողականությունը դարձել էր ապրելակերպ։ Ադրինե Քեշիշյան։ Այն մասնագիտությունը, որը ես եմ ունեցել, այսինքն պարարվեստը, հատկապես հենց բալետ, այսօր այդպես համարձակ կարող եմ ասել, ոչ թե դրանք դիետաներ են, այլ ապրելակերպ։ Այնպես չի, որ սովից մահանում են, դա այդպես չի, հակառակը շատ ավելի առողջ սնունդ է կիրառված այդ ցանկի մեջ, այնտեղ բացառված է քաղցրեղենը, իսպառ բացառված է հացաբուրկեղենը, բայց փոխարենը ունենք շատ առողջ մթերքներ, այսինքն դա բանջարեղենն է, մսամթերքն է, կաթնամթերքն է, որը պարտադիր պայման է։ Սակայն ասեմ, որ նաև լինում է չարաճճիություններ, մենք կարող ենք դասարանով փախնեինք, գնայինք պոնչիկանոց, հասցնում էինք ճղոպրել, մի փոքր վայելել այդ պոնչիկները, վերադառնալ։ Իհարկե դա հետո կարող է ծանր նստել մեզ վրա, բայց այնուամենայնիվ մենք էլ կարողացել ենք այդ հաճույքներից օգտվել։ Доедаю последнее. И пусть мне будет хуже. Բալետի պարուհու ապրելակերպը, ինչպես նաև սննդամթերքի օգտակար եւ վնասակար հետևանքների մեծ գիտակ դառնալով, Ադրինեն եկավ այն եզրակացության, որ դիետա որպես այդպիսին պահել այդքան էլ ճիշտ չէ։ Հարկավոր է ուղղակի հետևել առողջ ապրելակերպին եւ սնվել գրագետ։ Այդ դեպքում եւ ավելորդ կիլոգրամներ չեն ավելանա եւ առողջությանը ոչ մի վնաս չի լինի։ Պետք է հասկանանք սպիտակուցը, որ բանջարեղենի հետ կարող ենք օգտագործել կամ մսամթերքը, որ հատիկեղենի հետ կարող ենք օգտագործել։ Եթե դա ճիշտ պահպանենք, հաստատ իմացեք մեզնից ոչ մեկին էլ դիետա պետք չի։ Ասեմ, որ այս բոլոր բաղադրիչները, այսինքն նույն կաղամբը, նույն նեխուրի պոչիկները, նույն խնձորը կարելի է միքս տարբերակ պատրաստել, այսինքն հարիչով հարել այն, հյութ պատրաստել, հյութը քամել եւ առավոտյան քաղցած պահին խմել այս բոլորը, դա կնպաստի օրգանիզմի մաքրմանը ամբողջությամբ եւ կփոխանցի համապատասխան վիտամինները։
Օրինակ նույն հացաբուլկեղենը շատերը ասում են, որ վնասակար է, ես ասում եմ կարելի է օգտագործել։ Ամեն բան ոսկե կանոնների չափի մեջ պետք է օգտագործել։ Նույն հացամթերքը շատ կարևոր է մեր օրգանիզմին։ Ճիշտ չափաբաժնով, ճիշտ ժամանակին, օրվա ճիշտ հատվածում կարելի է մի փոքր հաց օգտագործել, որպեսզի օրգանիզմը ստանա այդ տվյալ վիտամինը։ Մսամթերքը մի բացառեք, հատկապես կարմիր միս, այսինքն հորթի փափկամիս, նույն խոզի միսը, թռչնամիս եւ իհարկե ձկնեղեն։ Սրանք շատ պարտադիր պայմաններ են։ Հավքից շաբաթական գոնե 3 անգամ պարտադիր է։ Իսկ մարզվող մարդկանց համար, ասեմ, առավել եւս օրական չափաբաժին կա հավքի թիվ։ Сделаю себе яичницу. Что это? Мама, минутку. Извините. Простите меня. Подождите. Սովորաբար յուրաքանչյուր հագեցնող մթերքների կողքին պետք է լինի անպայման թեթև մթերքներից, թեթև մթերքներից կանաչեղենն է հաստատ, լոլիկը, վարունգը, հատկապես լոլիկը, որովհետև ամենա վիտամիններով հարուստ բանջարեղենն է, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմի կաթնամթերք նաև շատ պարտադիր է, որովհետև նա շատ նպաստում է թոքերին։ Իհարկե, եթե չկան որոշակի օրինակ ցուցումներ բժշկի կողմից։ Այդ ամենին Ադրինե Քեշիշյանը հավելեց. Ձմեռը մի փոքր ստիպում է մարդիկ ծանրանան եւ մտքով եւ օրգանիզմով եւ այս անցումը դեպի գարուն օրգանիզմի համար սթրեսային է լինում։ Պետք է շատ դանդաղ, զգուշորեն անցնել այս этаպը։ Այն մթերքները, որոնք մենք օգտագործել ենք ձմռանը, գարնանը դեռ շարունակենք դա օգտագործել։ Նույն վիտամին C, օրինակ նարինջը, կիտրոնը եւ նշեմ այստեղ հատկապես կանաչ պղպեղը եւ իհարկե հավելենք գարնանային ընտիր վիտամիններով հարուստ մթերքները։ Նոր կանաչեղենը, դրանք կլինեն թարմ տարբերակով, եփված տարբերակով, կապ չունի։ Հիշեցնեմ, որ այսօր պատրաստում ենք շատ համեղ վիտամիններով հարուստ մի աղցան։ Բանջարեղեններից հատկապես շաղկամը արտակարգ հակաբիոտիկ հատկություն ունի, ինչպես կաղամբը, ինչպես բողկը, պետք է հաճախակի օգտագործել, հատկապես ինչու գարնանը, որովհետև այս վիրուսային շրջանն է նաև անցումը, սա շնչառական համակարգի թոքերի համար ամենաարտակարգ բուժիչ միջոցն է։ Պետք է նշեմ իր օգտակարության մասին, որովհետև մի ամբողջ վիտամինային փունջ է այստեղ։ Մենք ունենք նեխուրի պոչիկներ, ունենք կաղամբ, կանաչ խնձոր։ Հավելեմ նաև լոբազգի ընտանիքին վերաբերվող այդ կարևոր մթերքներին, կարմիր լոբին, որը ամբողջությամբ պրոտեին է, իր մեջ պարունակում սիսերը, օրինակ սիսերով շատ համեղ աղցաններ կա, որոնք գարնան մթերքների հետ համադրելով կարող ենք ստանալ այն դիետիկ աղցանը, որը ելի մեր օրգանիզմին կտա բավականին մեծ էներգիա։ Սիսերը իր մեջ պարունակում է կարևոր վիտամինը, որը մեր մաշկը շատ թարմ է պահում, շատ երիտասարդ է պահում։ Նույն սիսերով աղցանին կարելի է ավելացնել թարմ կանաչիներ, լոլիկ եւ ամենասիրելի համեմունքով կստացվի հրաշքնի աղցան, որը կօգնի մեզ օրվա ընթացքում եւ լինել էներգիայով լցված եւ լինել հագեցած։ Да чего же приятно собраться всей семьей и вкусно поесть. Клетус, держи-ка эту миску, она горячая. Ամփոփելով ամբողջ խոսքս հենց դիետաներին վերաբերվող ասեմ, որ այստեղ ամենագլխավոր դիետան համարվում է քնելը, որովհետև եթե նույնիսկ պահպանես շատ կարգին ճաշացանք, սննդակարգ, միևնույն է, եթե լավ չքնես, այս ամենը կլինի ապարդյուն, որովհետև քնի ժամանակ մեզ մոտ վերականգնվում է ամբողջ մկանային համակարգը, էներգիան վերականգնվում է, նյարդային համակարգը վերականգնվում է, տեսողությունը վերականգնվում է, մեր միտքը պայծառանում է։ Այսքան դիետաներից խոսելուց հետո միևնույն է ասում եմ, ես կողմնակից չեմ դիետաներին։ Լավ սնվեք, խելացի սնվեք եւ կունենաք թե լավ օրգանիզմ, թե առողջ օրգանիզմ եւ թե լավ կառուցվածք։ Եվ իհարկե վիտամինների մասին խոսելն ավելորդ է։ Մի ամբողջական վիտամինային փունջ, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դիետաների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել հայտնի սիրված երգչուհի Պալինա Գագարինայի անունը։ Պալինա Գագարինան նիհարել է 40 կիլոգրամով
Եվ այդ արդյունքը արդեն տարիներ շարունակ պահպանում է շնորհիվ իր դիետայի։ Արդյունքն է 48 կիլոգրամ քաշ տարիներ շարունակ։ Երկչուր դիետայի բուն իմաստը կայանում է նրանում, որ ինքը մի օր ուտում է միայն բրինձ, մյուս օրը միայն հավ, երրորդ օրը միայն բաժջարեղեն եւ այսպես շարունակ։ Այդ ամենից բացի Պարինա Գագարինան շատ մեծ տեղ հատկացնում է կարդիովարժություններին եւ ժամեր շարունակ անցկացնում է մարզասրահում, որպեսզի չշեղվի իր ֆիքսված արդյունքից։ Իսկ հարուսական շոու բիզնեսի մեկ այլ դիվա Նիկոլայ Բասկովը կիրառում է ինտերվալային դիետայի էքստրեմալ տարբերակը։ Այսինքն, իր առաջին սնունդը ինքը ընդունում է արթնանալուց անմիջապես հետո, հաջորդ սնունդը 8 ժամ անց եւ մինչեւ մյուս օր առավոտ խմում է միայն ջուր։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնագետներին։ Պատանեկության տարիներից ի վեր փորձել եմ ամենատարբեր դիետաների տեսակներ եւ տարիների ընթացքում եկա այն ճիշտ եզրակացության, որ ամենաճիշտը ավելորդ կիլոգրամներից ազատվելու եւ արդյունքը պահպանելու համար բալանսավորված սննդակարգն է։ Մարիամ Մացակյան։ Այս տարիների ընթացքում շատ անգամ այդ տատանումներ եղել։ Առաջին հղիության ընթացքում գիրացել եմ մոտ 20 կիլոգրամ, միջնակի ժամանակ գիրացել եմ 25 կիլոգրամ, իսկ փոքրի ժամանակ ընդամենը 9 կիլոգրամ, դա էլ երևի ընդամենը պտուղներ եւ հարպտղային այդ հեղուկը, քանի որ միջնակս շատ էր ստիպում ինձ շարժվել։ Где мама? Не знаем։ Մարիամն անկեղծ խոստովանում է, որ իր խորը ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված գիտելիքները բավական են, որպեսզի ինքը կարողանա կանոնակարգված սնվել, պահելով բալանսավորված սննդակարգ։ Սակայն լինում են սթրեսային իրավիճակներ, երբ ինքը շեղվում է այս սննդակարգից եւ նյարդերը հանգստացնելու համար սկսում է անկանոն սնվել։ Ինձ մոտ քաշային ավելացումները եղել են դեպրեսիոն շրջանում։ Փորձում ես դա լրացնել ինչ որ անկանոն սնվելով, բայց յուրաքանչյուր պարագայում կենտրոնացումը փրկում է ամեն ինչ։ Օրինակ մի պահ, որ ես որոշել եմ նիհարել եւ այդպիսի պահեր շատ են լինում իմ կյանքում, ուսումնասիրում եմ ինչ որ դիետաներ, որոնք ճիշտ կերպով կարող են օգնել կիլոգրամների նվազեցմանը։ У вас легкое превышение веса, минус килограммов 5, и все будет идеально. Փորձել եմ ինտերվալային դիետա, բայց դա ինձ շատ չի օգնել, քանի որ ինձ թույլ եմ տվել այդ թույլատրելի պատուհանի մեջ իրար հետ անհամատեղելի սնունդ։ Փորձել եմ նաև կետո դիետա, որը իրենից ենթադրում է ճարպային ուտելիքի ընդունում, օրգանիզմը սկսում է ծախսել այդ ճարպային ուտելիքից առաջացած էներգիան։ Բայց սխալ է ինչ որ միկրոէլեմենտներով եւ վիտամիններով հարուստ սնունդը բացառապես հանել սննդակարգից։ Вы соблюдали диету? Да, иногда. Какую? Белковую. И сколько потеряли? 3 недели. Так. Հիմա այդ գիտակցումով եմ, որ պետք է սպիտակուցը լինի գերակշռողը, 40% բանջարեղեն, 30%, ածխաջրեր 20, ճարպերը 10։ Հիմա եկել այդ պահը, որ ես ուզում եմ նիհարել մոտ 8 կիլոգրամ, ես գիտեմ, որ պետք է նիհարել այդ հավասարակշռված սննդով, որի գերակշռող մասը սպիտակուցներն են, միրգ, բանջարեղեն, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց եւ ճարպերը 10-15%։ Դե միանշանակ այնտեղ են հատիկեղեն, որոնք բարդ ածխաջրեր են, որոնք նաեւ շատ օգտակար են օրգանիզմին։ Շաքար որպես այդպիսին, կոնֆետեղեն, խմորեղեն չեմ օգտագործում։ Ամեն դեպքում օրգանիզմը ստրես է ապրում, հա, շատ արագ նիհարում ես այդ զրկանքների շնորհիվ, բայց շատ արագ նաեւ քաշը հետ է գալիս։ Դրա համար ամենաճիշտ տարբերակը բալանսավորված սնունդն է։ Այստեղ նաեւ օգնության է հասնում այդ կալորիաների հաշվարկը քո օրգանիզմին, քո տարիքին, ապրելակերպին, առողջական вичակին համապատասխան։ Что вы делаете? Подсчитываю ваш нормальный вес. Итак, 1,75 м на 80 килограммов. Коэффициент массы тела 24,5. Это страшно? Да? Да нет, ничуть. Այն հարցին, թե ինչպիսին է Մարիամի միջին օրական բալանսավորված սննդակարգը, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Նախաճաշը շատ կարևոր պայման է։ 2-3 ձու կրեմ պանիրներ, ամբողջական այո հացահատիկից հացեր, սուրճը պարտադիր 2-3 անգամ, թեյ, կեսօրին է բալանսավորված սնունդը, այնտեղ
հնդկաձավար, հավի միս եմ շատ օգտագործում, անյուղ մասը հավի ֆիլեն, միանշանակ աղցաններ, դե երեկոյան միայն միրգ կամ բանջարեղեն։ 6-ից հետո արդեն կամքի ուշ, որպեսզի չսնվես, կամ թեթև յոգուրտ, մածուն, բանջարեղեն, ցածր գլիկեմիկ ինդեքսով, որ շաքարի տատանումներ չլինեն ու ախորժակս ավելի չձգտի շատ ուտելուն։ Вы психолог или диетолог? Для кого хочу, для того и худею. Понятно. Хорошо, я пропишу вам самую чудовищную диету. Всего 1200 калорий. Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դիետաների թեման եւ կուզեմ խոսել այն մասին, որ հաճախ լինում են դեպքեր, երբ շատ կարճ ժամանակահատվածում նկարահանումների կամ որևէ այլ պատասխանատու առիթների համար աստղերը ստիպված են լինում կտրուկ նիհարել կարճ ժամանակահատվածում։ Իհարկե յուրաքանչյուր աստղ ունի իրեն բնորոշ ու ավելի էֆեկտիվ միջոց այդ էքստրեմալ դիետայի։ Այսպես օրինակ հայտնի երգչուհի Աննա Սեմենովիչը երբ հարկ է լինում 2-3 կիլոգրամով նիհարել շատ արագ, դիմում է էքստրեմալ դիետայի, որը ենթադրում է սնվել բացառապես խնձորով եւ ծովախեցգետիններով։ Իսկ ահա ռուսական «Արի ամուսնանանք» հեռուստաշոուի հաղորդավարուհի Ռոզա Սյաբիտովան դիմում է անաղ, այսինքն աղազունք սննդամթերքի օգտագործմանը, իսկ երեկոյան ժամերին խմում է միայն կեֆիր։ Մեկ այլ ռուսական հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան էլ երբ հարկ է լինում շատ արագ նիհարել, իսպար հրաժարվում է շաքարից, հացաբուլկեղենից, կրուպեղենից եւ կարտոֆիլից։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իմ կարծիքով բեմի մարդիկ շատ էներգիա են ծախսում, թե մտավոր եւ թե ֆիզիկական, ինչը բնականաբար թույլ չի տալիս ավելացնել կիլոգրամներ, պայմանով թե գենետիկ ֆոնն են եւ ճիշտ սնունդը տեղն է։ Ալինա Կիրակոսյան։ Ես հասկացել եմ խնդիրը ինչումն է, որ ես նիհարեմ։ Յուղոտ բաներ չեմ սիրել երբեք ուտել։ Միշտ սիրում եմ թեթև կերակուրներ ուտել, աղցաններ, կատնամթերքային ինչ-որ քամած մածուն կամ սպաս, նմանատիպ բաներ, որոնք նիհարացնող են։ Բայց ես դա անգիտակցաբար եմ արել էլի տարիների ընթացքում։ Գենետիկան էլ կապ ունի։ Я знаю, что такое здоровье. Я не понимаю, почему все так стремятся потерять вес. Что, разве все должны быть одного размера? Այն հարցին, թե ինչպիսին է Ալինայի միջին օրական սննդակարգը եւ ինչ սննդամթերքներ է ինքը առհասարակ նախընտրում, ինքն անկեղծ խոստովանեց հետեւյալը։ Իմ նախաճաշը սկսվում է ժամը 1-ից հետո, պարտադիր օրը սկսվում է ջրով եւ առհասարակ օրվա ընթացքում շատ եմ խմում ջուր։ Դա շատ օգտակար է, համ մաքրում է օրգանիզմը, համ միշտ թարմ է պահում մարդուն, մաշկը հատկապես։ Ինձ երբեմն ասում են դու չես շպարվում, բայց քո վրա դա չի երևում, այսինքն մաշկդ հարթ է, դա հենց առողջ սնվելուց է, երբ որ դու չես ուտում շատ վնասակար կերակուրներ։ Ուղղակի իմ բախտը բերել է նրանում, որ ես չեմ սիրում այդպիսի կերակուրներ։ Եվ այդ ամենի գումարած նաև ես գոնե 8 ժամ քնում եմ եւ աշխատում եմ նյարդային համակարգս պահել շատ հանգիստ, մոտիվացվում եմ շատ ավելի հետաքրքիր բաներով, սնվում է իմ միտքը եւ հոգին ավելի շատ, քան ստամոքսը։ Բայց ես պահում եմ գիշերվա ինտերվալ 12-ից 13 ժամ սով։ Դա օրգանիզմը շատ առողջ է պահում։ Եթե այնտեղ կան բացասական ինչ-որ բաներ, իրանք մեռնում են ավտոմատ այդ սովի ընթացքում եւ չեն զարգանում։ Բայց ցերեկվա ժամը 1-ից եթե սկսում եմ ճաշել մինչեւ օրինակ երեկոյան 11-ը, այդ ժամանակահատվածում ինչ ուզեմ կարող եմ уտել. Это не все. Еще я бы заказал жареную барабульку, куропатку де брес а-ля францез и телячью голову. Нет, сначала шороли, и только потом телячью голову. Նախընտրում եմ ուտել կարմիր լոբի, ոսպ, հնդկաձավար, ցորեն, օգտակար բաներ շատ, իսկ մսեղեն օգտագործել եմ, բայց այս վերջին շրջանում առհասարակ փորձում եմ հանել իմ կերակրացանկից։ Ես շատ սիրում եմ օրինակ ծովամթերք։ Ձուկ շատ օգտագործում եմ կրիվետկան, որը ինքը հենց սպիտակուց է ու ինքը շատ օգտակար է։ Իսկ մսեղենից նախընտրում եմ հորթի միս խաշած վիճակում։ Ձու ուտում եմ տարին մեկ անգամ խաշած վիճակում, օրինակ մածուն եմ շատ սիրում, կատնամթերք բացի կաթից, քաղցր առհասարակ չեմ սիրում։ Ես թեյը խմում եմ օրինակ առանց շաքարավազ, սուրճը խմում եմ առանց շաքարի։
Я предлагала и другим девочкам, но, услышав слово «шоколад», они тут же захлопывали дверь. И я не успевала сказать, что он обезжиренный. Այդ ամենին Ալինա Կիրակոսյանը հավելեց. Մաքսիմում կարող է քաշս ավելանա 2-ից 3 կիլոգրամ, այսինքն դա 43-44 կիլոգրամ է հասնում, բայց ես ընդհուպ եղել եմ 39-40 կիլոգրամ, այդքան էլ լավ չեմ զգացել ինձ, բայց 43-44 դա իմ նորման է։ Իհարկե կուզեմ մի 4-5 կիլոգրամ ավելանամ, բայց դրա համար չգիտեմ ինչ անեմ, որ ավելանամ, եթե անկեղծ։ Ամենից ամենան շարունակում է եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային դիետաների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Քանի որ 6 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում եմ, վստահ կարող եմ ասել, որ մշտապես ունեցել եմ սահմանափակ սննդակարգ։ Բագիրա Բաղդասարյան։ Սկզբում հանդես էի գալիս որպես ակրոբատ, մի քանի տարի հետո սկսեցի արդեն հաճախել բալետի դպրոցը, որտեղ որ կազմվածքը հենց ամենաառաջնային դերն էր տանում։ Պետք է զրկեինք շատ ու շատ համեղ ուտելիքներից եւ բացի դա մենք ամեն պրոֆեսիոնալ բեմ դուրս գալուց առաջ պարտադիր կշռվում էինք, քաշը պետք է չգերազանցեր, իհարկե ամեն տարիքի համար իր ցուցանիշները կային։ Как раз 40. Отлично, Лесли, здорово. Да. Давай, Кейт. Այդ իսկ պատճառով միշտ կարելի ասել տուժած եմ ես եղել, թե բալետի մեջ, թե կրկեսում, երբ սկսեցինք արդեն հասունանալ, բնականաբար աղջիկների մոտ հասունացման շրջանում տեղի են ունենում կազմվածքի որոշակի փոփոխություններ, ես չշարունակեցի բալետը, այլ միանգամից գնացի կրկեսի ուղղությամբ։ Պատկերացնում եք 42-44 կիլոգրամ, դա նորմայի մեջ էր, հենց մի փոքր ավելանում ենք, մեր դասախոսը, բեմական ռեժիսորը վիրավորական ձևով էր մեզ միշտ դիմում, որ մի քիչ ազդվենք ու սկսենք նորից դիետաների անցում ունենալ։ Какой у тебя рост? 155 сантиметров. 4 килограмма лишних. У меня обычный вес. Ты хочешь быть обычной или лучшей? Все твои прежние показатели никуда не годятся. Здесь тебе надо быть сильнее, быстрее и выше. А помочь в этом тебе может только маленький вес. Իսկ ավելի հասուն տարիքում ավելի ժամանակակից մեթոդներ գոյություն ունեն, որ եթե պետք է շատ արագ նիհարես, գոյություն ունեն վիրահատական միջամտություններ, որոնք որ ես պարբերաբար սկսել եմ դրանցից օգտվել, լիպոսակցիաներ են, վիրահատություններ են եւ այլն, որպեսզի կարողանամ բեմում ունենալ իդեալական կազմվածք, մանավանդ որ իմ կոստյումները մյուս արտիստների համեմատ ավելի բացված վիճակում են, շատ բծախնդրորեն եմ այդ ամեն ինչին նայում, որովհետև պետք է ամեն ինչը հարմոնիայի մեջ լինի։ Մարդիկ նույնիսկ ընդօրինակում են ինձ, սկսած կոստյումներից, վերջացրած իմ կազմվածք, արտաքին տեսքի հետ կապված։ Բագիրան անկեղծ խոստովանում է, որ ժամանակակից էսթետիկ բժշկության միջամտությունը ամեն դեպքում ենթադրում է, որ ստացված արդյունքը պահպանելու համար հարկավոր է նորից հետևել սննդակարգին։ Արգելված են հիմնականում ալկոհոլները, գունավոր ըմպելիքները, գազավորված ըմպելիքները, յուղոտ, ճարպոտ, կալորիականություններով հարուստ ուտելիքները։ Իմ առավոտը սկսում է, եթե չունեմ ուրիշ աշխատանքներ, նկարահանումներ, ժամը 2-ից 3-ից։ Եվ ես պարտադիր ուտում եմ սպիտակուցներ, ձուկ, որոք սմիտան, սիրոք, հետո գալիս է արդեն իմ ճաշի ժամը, որ պետք է ես պարտադիր մի փոքրիկ սուպիկ ուտեմ, որը որ ստամոքսս աղիները սկսեն ճիշտ գործելը։
Իսկ արդեն երբ գալիս է աշխատանքային ժամը, փորձում եմ բանջարեղենային կանաչ աղցաններ, մարոլ, պղպեղ եւ այլն վարունգ նմանատիպ բաներով ինձ խաբել։ Դե ջուրը պարտադիր, միս ուտում ենք խաշած, հավը, ձուկը, տավարի միսը, տապակած բաներ հիմնականում արգելված է։ Քաղցրը սահմանափակված է, կարող ես ընդեղեն օգտագործել, չամիչն է այնտեղ, խուրմանա, ժելեներ կան հատուկ, որը որ նաև պրոտեին են քեզ տալիս, որ կարողանաս ուժ ունենաս, բայց մակարոնը, փլավները եւ այլ դրանք կատեգորիչկի հանված են։ Մի խոսքով ամեն ինչին կարոտենք։ Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է, թե ինչպես է ինքը հետևում իր սննդակարգին ու կազմվածքին, դա իսկ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Ընտրելով դերասանի մասնագիտություն, ես բնականաբար էլ ավելի ուշադիր հետևում եմ քաշիս եւ կազմվածքիս, փորձելով ամենատարբեր դիետաներ։ Բայց վստահ կարող եմ ասել, որ ինձ համար ամենաարդյունավետը եղավ ասքեզան, որին դիմեցի ծննդաբերելուց հետո հավաքած կիլոգրամներից ազատվելու ժամանակ։ Նանա Մկրտչյան։ Ինչքան հնարավոր անհնար վատ լավ դիետաներ կա, ես բոլորը պահել եմ ու եկել եմ այն համոզման, որ չի կարելի առհասարակ դիետա պահել, որովհետև այդ վնաս է օրգանիզմին։ Ես ինչից որ նիհարել եմ ու հստակ գիտեմ, որ հենց այդ է պատճառը եղել ու օգնել է, որ ես նիհարեմ, ինձ թվում է ծանոթ է ասքեզա բառը, ասքեզա եմ վերցրել, պետք է դու հոգեպես դրան պատրաստ լինես, որովհետև քեզ զրկում ես նենց բաներից, որոնցից դու կոպիտ ասած հաճույք ես տամ, այսինքն քաղցրից, հացից, օրինակ ես շատ հացակեր եմ ու իմ համար շատ դժվար էր ինձ կտրել հացից։ Ինչ որ մի հատ լավ նպատակ ես պահում, հետաքրքիր, որը պետքա կատարվի։ Ու հենց տենց էլ եղել է իմ հետ։ Ես այդ նպատակը պահել էի, դրա համար հստակ ասում, որ այդ համ աշխատում է, համ նիհարում ես, համ էլ ունենում ես լավ արդյունք։ Համ էլ այդ կամքի ուժ է դրա համար պետք էլի։ Ես շատ երկար եմ մտածել, ես կկարողանամ պահել, որովհետև եթե պետքա սկսես ու կեսից հիասթափես կամ չկարողանաս, իմաստ չունի էլի։ Իմ համար շատ դժվար է եղել, բայց կարողացել եմ։ Ես հիշում եմ, որ արդեն որ սենց մնացել էր 2 օր, որ պետքա վերջանա, ստանջվում էի, սպասում եմ, բայց հենց այդ 2 օրը անցավ, ես հասկացա, որ չէ, ես մեկը էլի չեմ ուզում ու էլի կկարողանամ։ Չպետք է մոռանանք, որ մարդը իրականում ինքն իր հետ պայման կապելով ավելի շատ բաների կարող է հասնել, քան այդ ամենը ինչ որ կերպ որակավորելով։ Հիմա ինչ որ մեկը դրան պահ կասի, մեկը հրաժարում կասի, մյուսը ասքեզա կասի, այնուհետև ամեն բան տանում է մի կետի, մաքրագործվելու եւ մեր հոգեկան շերտերը մաքրելու։ Ես պահել եմ կոնկրետ 1 ամիս։ Ինձ զրկել եմ քաղցրից ու հացից։ Խմորեղեն տորթեր չեմ սիրում, բայց կանֆետ չեմ կարողանում չուտեմ։ Եթե տեսնում եմ, տի ուտեմ, սիրում եմ։ Ու հենց այդ ինձ օգնել է, որ ես այդ ընթացքում ուղիղ 10 կիլոգրամ 1 ամսում նիհարել եմ։ Ու բացի այդ էլ նաև մարզվել եմ։ Արդեն երբ որ դու վերադառնում ես քո բնականon կյանքին, ափսոսում ես նորից այդ նույն ոգևորվածությամբ ուտես քաղցր ու հաց, որովհետև գիտես, որ այդ ամեն ինչի որ համար դու պայքարում էիր, կկորի էլի կարճ ժամանակահատվածում ու հիմա էլի նույն Սև չեմ ուտում բնականաբար։ Հիմա այս պահին դադար եմ տվել, համել չեմ մարզվում այս պահին, որովհետև բալիկիս չեմ կարող ոչ մեկի հետ թողեմ, հարմար չի։ Չնայած վերջերս հաց ընդհանրապես չգիտեմ ինչի չեմ ուտում, չի ձգում ինձ հացը առաջվա նման։ Այն ժամանակ ես ինչ էլ ուտեի, պետք է ասես մի փոքր կտոր հաց ուտեի, որ կշտանայի։ Հիմա ոնց որ այդ չկա։ Օրինակ նախաճաշը լինում է, որ ուտում եմ խաշած ձու ու հետո ինչ որ տենց մի աղցան թեթև։ Կա որ նախաճաշ տենց էլ չեմ անում, կարող օրվա մեջ մի անգամ ուտեմ, էդ էլ կարա լինի պիցա ուտեմ, օրինակ օրվա մեջ մի անգամ այդ մենակ այդ պիցան ուտեմ ու սուրճի հետ ինչ որ մի քաղցր, մի կանֆետ։ Դա ինչ որ հոյակապ սննդակարգ չունեմ։ Шерил, не нужно. Сними хотя бы начинку. Начнешь с пиццы, закончишь с горящим жезлом. Обожаю. И мне дайте. Նանան անկեղծ խոստովանում է, որ ասքեզային նորից վերադառնալու է, քանի որ առջևում կան նոր նպատակներ, որոնց ինքը քայլ առ քայլ գնում է։ Չեմ սիրում ընդհանրապես ինչ-որ բան անեմ, կիսատ թողեմ, դրա համար պիտի տրամադրվեմ հոգեպես, որ կարողանամ նորից էլի անեմ, բայց հա, էլի կանեմ։ Ու շուտով հույս ունեմ, որ համ էլ մարզումներս կվերականգնեմ, որովհետև մարզվելն էլ է շատ կարևոր ու շատ է օգնում։ Դե հո, երեխեն էլ է շատ նիհարացնում, ինչ խոսք։ Ես դեմ չեմ, որ նիհարեմ էլի իր մեղավորությամբ։
վստահ եմ ձեզ հետ էլ պատահած կլինի, որ ստացել եք ծաղկեփունջ, շատ գեղեցիկ ու այն հաջորդ օրը թառամեց։ Ու հաստատ բարկացել եք ոչ թե այն ծաղկի սրահի վրա, որտեղից ստացել եք այդ ծաղկեփունջը, այլ նվիրողի վրա, ասելով՝ դե ինչ սրտով էլ նվիրել էր, որ այսքան երկար էլ մնար։ Եվ ճիշտ հակառակը, երբ ստանում եք ծաղկեփունջ ու այն երկար մնում, պահպանվում է, ապա ասում եք՝ այս ինչ մաքուր սրտով նվիրեց ծաղիկը, որ այսքան երկար պահպանվեց։ Amy Rose Flowers հավատացնում եմ, որ այս ծաղկի սրահից գնելով ծաղկեփունջը կարող եք վստահ լինել, որ ձեր մաքուր սրտով արված նվերի մեջ ուղղակի կասկած չի առաջանա։ Բացատրեմ ինչու։ Ամանորին այս տարի ես մի շատ գեղեցիկ շքեղ ծաղկեփունջ նվիրեցի ու մի փոքր զարմացա, որ այս ծաղկեփունջի համեմատ գինը բավականաչափ մատչելի էր։ Ինչևէ, անցան բավականաչափ երկար ժամանակ ու ստանում եմ զանգ։ Ծաղկեփնջի հասցեատերն էր։ Ինքն ինձ ասաց՝ այսինչ մաքուր սրտով ես նվիրել այս ծաղիկը, որ մինչ օրս թարմ պահպանվում է։ Դե բնականաբար այս զանգի մասին կիսվեցի հարազատներիցս մեկի հետ ու ինչ պարզեցի, որ Amy Rose Flowers շատ դիմում են թե Երևանի, թե մարզերի, նույնիսկ արտասահմանյան տարբեր կետերից, որովհետև Amy Rose-ում նախ միշտ ծաղիկների շատ մեծ տեսականի է, միշտ նրանք թարմ ու որակով են եւ ամենատարբեր չափսերի ու ամենակարևորը շատ հարմար մատչելի գներով։ Բնականաբար ինձ մոտ միտք առաջացավ Amy Rose Flowers-ի հիմնադիր Սուրեն Եսայանի հետ ծանոթանալ եւ հյուրընկալել նրան մեզ մոտ, որպեսզի հենց նրանից լսել թե որն է Amy Rose Flowers-ի այս ֆենոմենալ գաղտնիքը։ Սկսվեց ջերմատնից, ջերմոց կառուցեցինք 5-րդ սերնդի, հետո միտք սարքեց, որ վարդեր աճեցնենք։ Ջերմոցում մենք ունենք 8 տեսակի վարդեր, շատ բարձր որակի են իրանք, պիոնանման վարդեր ունենք, փնջային վարդեր, հատիկավոր հոլանդական վարդեր, 50 սանտիմից մինչև 1.20 m ու ամենակարևորը, որ իրանք հաստ շիվերով են ու դա պատճառներից մեկն է, որ ինքը երկար դիմանա։ Դրա հետ համատեղ ունենք կակաչներ հոլանդական, տարբեր գույների, որը որ շատ երկար է դիմանում, 20 օր, մի ամիս, նայած ով ինչպես է խնամում։ Սկզբնական փուլում զբաղվում ենք մեծածախ առևտրով, on-line առևտրով, իսկ հետո on-line հաճախորդների հորդորով բացեցինք մեր խանութ սրահը, որը որ Դավիթաշեն Փիրումյանների 7 հասցեում է եւ արդեն աշխատում է մոտավորապես 2 տարի։ Մեզ համար կարևոր էր, որ մենք ունենանք մեր ձեռագիրը, լինեն այնպիսի ծաղիկներ, որ ոչ բոլոր տեղերում են լինում, օրինակ հոլանդական գարտենզիաները, արխիդիաները, պրոտեաներ ունենք, որ ոչ բոլոր խանութներում են իրանք հանդիպում։ Եվ ամենակարևորը լավ սպասարկում ու ամենակարևորը, որ բոլոր ծաղիկները ամենաբարձր որակի են։ Օրինակ մենք ունենք փնջային վարդ, որի անունն է Mrs. Bombastic, որից պատրաստում ենք հարսի փնջեր, դա մենք ենք աճացնում, ինչի համար ինքը ոչ բոլոր տեղերում է հանդիպում, որովհետև ինքը շատ քմահաճ ծաղիկ է, բայց շատ հիանալի ծաղիկ է եւ շատ մեծ պահանջարկ ունի հարսիկների մոտ, որովհետև իրանից սարքում են հարսի փնջեր, որը որ շատ մոդայիկ է հիմա։ Կակաչները տարբերվում են մյուս կակաչներից
որ իրանք հոլանդականն են։ Վերցնենք 50 սանտիմանոց կակաչը, կարողանում է դառնալ մինչև 70+ սանտիմ։ Ու ամենակարևորը, ինքը 1 ամիս ապրում է։ Օրինակ, եթե ջերմաստիճանը տան պայմաններում 20-ից ավել է, ինքը բացվում է։ Լույսից էլ է բացվում, երբ որ լույս է տեսնում, բացվում է։ Երեկոյան ինքը փակվում է ու արդեն ինքը բոյովանում է։ 1 օրվա մեջ կարա ինքը 1-2 սանտիմետր բոյովանա։ Եթե տունը շոգ է, ինքը ավելի քիչ է ապրում։ Բացվում է կակաչը, հետո երբ որ հովանում է կամ մութ է լինում, ինքը նորից փակվում է։ Ու ամեն մի իր այդ աշխատանքի ժամանակ, երբ որ ինքը բացվեց, հետո փակվեց, ինքը բոյովանում է, ցողունը բարակում է ու դրա հաշվին արդեն իր կյանքը կարճանում է։ Մեր իրականության մեջ շատ քիչ ծաղիկներ ա, որ ունենում են իրենց ճիշտ համապատասխան բույրը։ Դες են տարբերանքն ա, որ դնում են քիչ ա, որ շատ սիրուն են, որ ստանից շատ որակով, ու հետն էլ անուշ բույրն են։ Ու այդ ամեն ինչը Amy Rose Flower Seeds։ Մեր առավելություններից մեկն էլ այն է, որ մեր ջերմոցում մենք ապահովում ենք ճիշտ ջերմաստիճան։ Ճիշտ ջերմաստիճան, եթե ապահովում ենք ջերմոցում, ծաղիկները ստանում են իրանց իրական գույները։ Օրինակ վերցնենք դեղինը, եթե ջերմաստիճանը, օրինակ ջերմատանը ճիշտ չի, 19-20 աստիճան չի, իր գույնը արդեն մի քիչ բաց է լինում, սպրտնում է։ Իսկ երբ որ ջերմաստիճանը նորմալ է, ինքը արդեն իր իրական գույնն է։ Այսինքն իրան, որ ջերմություն ենք ապահովում ճիշտ, ինքը ճիշտ գույներ է տալի մեզ։ Սրահում ունենք բարձր որակի հոլանդական ախրիցիաներ, գարտենզիաներ ունենք, պրոտեաներ ունենք, ռանոկոլուս ունենք, որոնք որ շատ բարձր որակի են։ Ունենք նաև հոլանդական վարդեր, հենց Հոլանդիայից ներկրված, ունենք Էկվադորից ներկրված վարդեր, որը որ շատ բարձր որակի է։ Իրանց տարբերությունը, որ իրանք նորություն են մեր տեղական շուկայում։ Իրանք բոլորովին անփուշ են, տարբերվում են իրանց գլխիկների մեծ լինելով, երկարակյաց են ավելի, քան թե մեր տեղական հոլանդական սորթերը։ Ունենք նաև գեորգինաներ, մեր մոտի գեորգինաները տարբերվում են նրանով, որ օրինակ ունենք սև գույնի, ունենք բորդո, ունենք գազարագույն, որը որ փնջերի մեջ շատ գեղեցիկ է լինում։ Իրան օգտագործում են հարսանիքների ժամանակ, բանկետների ժամանակ։ Պատկերացրեք, եթե դաժե իրան 5 հատիկ էլ դնես ինչ-որ միտեղ, ինքը շատ տեսքով, շատ սիրուն փունջ է ստացվում։ Մեր սկզբունքներից մեկը նաև այն է եղել, որ մեր ֆլորիստները պետք է վերապատրաստված լինեն, այնպիսի կոմպոզիցիաներ են հավաքում ֆլորիստները, որ իրանք իրականում տարբերվում են։ Իհարկե մենք էլ սքո առիթների ժամանակ պատրաստում ենք ծաղկեպսակներ, հավաքում ենք ինչպես ավանդական, այնպես էլ ոճային ծաղկեպսակներ։ Մեր համար սկզբունքային է լավ սպասարկումը եւ ֆլորիստը երբ որ փունջ է հավաքում, չի կարա լինի, որ օրինակ փնջերի մեջ հին ծաղիկ լինի։ Դա իրականում շատ խիստ է դրված։ Ինչպես ասեցինք, մեր մոտ կա օֆլայն եւ օնլայն առևտուր։ Օնլայն առևտուրը պատվիրատուն գրում է կամ ընտրում է մեր մոտից, կամ իր նախընտրած նկար ուղարկում է մեր ֆլորիստները, տեղում իրենք որոշում են պատվիրատուի ցանկությամբ եւ ամենաշատը 1 ժամ, ժամ 20 րոպե ընթացքում այդ ամեն ինչը կազմակերպվում են եւ առաքում են հաճախորդին։ Երբ հաճախորդը մոտենում է սրահ, արկա տեսականից բացի, եթե ինքն ունի իր հավանած ծաղկեփունջը, կամ կան նկար, կամ ունի մտքեր, տեղում ֆլորիստը այդ ամեն ինչը կազմակերպում է 15-20 րոպե ընթացքում։
մեզ համար նաև պարտավորեցնող է, որ ունենք դրսի հաճախորդներ, արդեն մշտական դարձած, օրինակ Ամերիկայից, Ռուսաստանից, Գերմանիայից, դա նշանակում է, որ իրենք մեզ վստահում են։ Դրա համար մենք ամենայն պատասխանատվության մոտենում ենք նման պատվերներին։ Եղել են դեպքեր, որ պատվիրատուն թե ծաղիկը եւ նվերը գեղեցիկ փաթեթավորել ենք եւ ուղարկել ենք հասցեատիրոջը։ Գարունը խորհրդանշվում է ծաղիկներով, բոլորիս մանավանդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սիրտը ծաղիկները ուզել լիքը արժևում է մարտի 8-ը ու սիրելիներս ես դրա համար ձեզ ծանոթացնում եմ կրկին Emir Rose Flowers-ի հետ, որովհետև այստեղ դուք կգտնեք ձեր ամենա ցանկացած ու երազած ծաղիկները, ընդ որում անհամեմատ մատչելի գներով, այն որ ասում են այստեղ որակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան գինը, այդ հենց Emir Rose Flowers-ի մասին է։ Գարունը խորհրդանշում է նոր շունչ, ծաղկում, մեր խանութ սրահը պատրաստ է իր գարնանային տրամադրությամբ ընդունել իր հաճախորդներին։ Մենք համալրվել ենք գեղեցիկ սեզոնային գարնանային ծաղիկներով, դրանցից են օրինակ ֆրեզիաները, ունենք նաև հետաքրքիր հողով հոլանդական տեսականիներ։ Կակաշների տեսականին համալրվել է ևս նոր գույներով։ Եվ ամենակարևորը գնային քաղաքականությունն է։ Հայկական շուկայում ներկայացված որակով ծաղիկների մեջ մեր սրահում դրանք անհամեմատ մատչելի են, քանի որ մենք ունենք մեր սեփական ջերմոցը եւ կարողանում ենք մատչելի գինը ապահովել հաճախորդների համար։ Ու եթե համեմատենք որակը եւ գինը, որակը մի քանի անգամ գնից բարձր է։ Եկել է պահ Օվենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթը։ Իսկ ամենահայտարարքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենախորագրի հերոսը։ Ինքը միշտ տենց ինչ-որ տենց փախած դերեր է խաղում։ Էլի մի հատ ֆիլմում խաղացել է Ջուլիա Ռոբերտսը, հետ էլ տենց Պալուկա Միդինի։ Վայ, ան շատ հայտնի դերասան է, մի վարքյան, մի րոպե։ Ինքը տենց չի հիմա, այդ ինձ թվում է, որ մեր ընկեր խելացի ինտելեկտը սարքել է իրան մի քիչ ավելի ծեր իր տարիքից, բայց դա իմ շատ սիրելի Հյու Գրանտն էր։ Հյու Գրանտն է այս, չէ՞։ Հյու Գրանտ։ Անկամ իր բիոգրաֆիան գիտեմ, միջև կինոներում նկարվել, բայց չեմ ասի եթերային չի։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու հովանդակալից բացահայտումներով, եւ այդ ամենին թերևս հավելեմ, որ յուրաքանչյուր օրգանիզմ ինդիվիդուալ է եւ այն ինչ կարող է մեկին օգնել նիհարելու պարագայում, մյուսի համար կարող է տալ ճիշտ հակառակ արդյունքը։ Այնպես որ նախքան որևէ դիետայի դիմելը պարտադիր խորհրդակցեք մասնագետի հետ։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։